Շնորհակալ ենք քեզանից քո մեծ սիրո համար, քո տարած փառավոր հաղթանակի համար, քո թափած սուրբ արյան համար, քո կրած չարչարանքների համար, Հիսուս փառք ենք տալիս քեզ։ Գոհության եւ շնորհակալության մեր աղոթքներն ենք բարձրացնում, գոհության եւ շնորհակալության մեր պատարակներն ենք բարձրացնում, գովասանք ես, մեծարանք ես, օրհնանք ես, քո սուրբ արյան համար, որ թափել ես մեր մեղքերի եւ մեր հանցանքների համար, փառք ես, փառք ես, հաղթանակ տարած, փառք ես, երկինք երկիր արարիչ Աստված, փառք քո մեծ սիրո, փառք քո մեծ սուրբ հոգու համար, փառք քո կենթանի ներկայության համար, շնորհակալ ենք, որ մեզ կանչել ես, շնորհակալ ենք, որ դու ես մեզ քո սիրո ճուղաններով քաշել, շնորհակալ ենք այսօրվա համար, քո մեծ սիրո եւ ողորմության համար, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ մեզ կյանք ես պարգևում, շնորհակալ ենք, որ մեզ կերակուր ես տալիս, որ մեզ պահում ես խավարի սատանայի դիվային աշխարհի հանկարծահաս հարձակումներից, փառք ես, որ մենք քո ապահով բազուկների մեջ ենք եւ մեր ձեռքերը դեպի քեզ են բարձրանում, ոչ թե մարդկանցից մուրալու, այլ քեզանից պատվով աղոթքով խնդրելու, փառք ես, որ մենք քերության մեջ չենք, որ մենք ծառաներ չենք, որ մենք ազատներ ենք, մենք թագավորի որդիներ ենք, երկինք երկիր արարիչ թագավորի որդիներ, ու սա մեզ համար մեծ պատիվ ա Տեր, որ ոչ թե վզներս ծռած, այլ մեր Տեր իմ Աստված, թիկունքը ուղղված, մեր հայացքը դեպի վեր ա, ոչ թե դեպի ներքև, եւ մենք հուսահատված չենք, մենք հույսով լցված ենք, մենք սգավոր չենք, այլ մենք ուրախության բարի լուր ունենք, որ Հիսուս հարություն առավ, եւ թող փառավորվի քո կենթանի անունը Տեր, շնորհակալ ենք քեզանից, մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը Տեր Հիսուսի անով Հայրս, բոլոր հիվանդանոցներում պառկած, հիվանդների եւ Տեր իմ Աստված, մանուկների եւ պատանիների համար, մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր որ ինչ-ինչ հիվանդություններով Տեր, պառկած են Տեր, հիվանդանոցներում, բուժման եւ ողորմություն ենք խնդրում, որ քո բժշկարար զորությունդ իջնի հիմա այդ հոգիների վրա Տեր։ Մենք աղոթում ենք, որ քո բժշկությունդ գա, Հիսուս, բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ միացել են այս աղոթքին եւ իրանց ձեռքը դրել են իրանց հիվանդ տեղի վրա, փակիր քո աչքերը, ձեռքը դիր քո հիվանդ տեղի վրա, Հիսուս երեք այսօր հավիտյան նույնը, քո հրաշքն այսօր տեղի անելու եւ դու բժշկվելու ես, ազատագրվելու ես, եթե կապանքներ ունես, եթե խնդիրներ ունես, քո կյանքիդ մեջ, քո հոգուդ մեջ, քո սրտիդ, քո կյանքիդ մեջ, Հիսուս միայն կարող է քեզ բժշկել կատարյալ, Հիսուս միայն կարող է քեզ 100%-ով վստահեցնել, երաշխիք տալ, որ ինքը բժշկելու է եւ քո հիվանդությունը չի կրկնվելու։ Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսի բուժված, Տեր Հիսուս Քրիստոսի կողմից բուժված որևիցե մի հիվանդ նորից չի հիվանդացել։ Նա ունի կարողություն, որտեղ նա է մեզ ստեղծել։ Նա է մեզ ստեղծել, մենք պատահականություն չենք։ Թողեք այս ամեն տեսակի հիմար, տգետ մտքերը։ Մենք երկրի պատահականություն չենք, որևիցե մի բան, որ արարվել է ու ստեղծվել է, ուրեմն ունի արարիչ ու ստեղծող, առանց ավելորդ մեկնաբանությունների ու ապացույցների։ Մենք երկինք եւ արարիչ Աստծո, Որդու Հիսուս Քրիստոսի խաչի հաղթանակով վերականգնեցինք մեր հարաբերությունը մեր հոր հետ, մենք ворդ չենք, մենք հայր ունենք։ Եվ ինքը նա սեր շորերով սակավոր միրուքով պապի չի, ինքը շատ մեծ, հզոր, սքանչելի Տեր է։ Աննկարագրելի է նրա գեղեցկությունն ու փառքը։ Եվ նա ամենակարող է, նա է ստեղծել մեր այս բարդ մարմինը, եւ նա կարող վերականգնի քո մարմնի մեջ ցանկացած հիվանդ օրգան, նույնիսկ կարող փոխարինի, ձեռքը դիր քո հիվանդ տեղի վրա աչքերդ փակի, եւ ես իմ ձեռքերս բարձրացնում եմ այն իշխանության, որ տվել է Հիսուս Քրիստոս
Եվ հավատա, որ այդ իշխանությունը նրա պարգևն է մեզ աղոթողներից, եւ մենք այստեղ Տիրոջ եկեղեցին հավաքված ենք, որ նրա մարմինն ենք, եւ մենք հպվում ենք քեզ հոգու զորությամբ, եւ մենք խոսում ենք, որ բժշկություն կա քո մարմնիդ մեջ, քո գլխիդ մեջ եղած բոլոր հիվանդությունները, բոլոր գոյացությունները Հիսուսի անունով եմ ես աղոթում, որ անհետանան, Հիսուսի արյամբ բժշկություն եմ խոսում քո գլխի մեջ։ Փառք ես Հիսուս, դու ասել ես, որ 2-3 հոգի իմանով ինչ խնդրեմ պիտի ստանանք, եւ մենք խնդրում ենք Տեր բոլոր անձավոր ովքեր որ անկեղծ հավատքով Տեր իմ Աստված այս քայլն անում մասնակցելու այս աղոթքին։ Ես խոսում եմ քո բժշկարար զորությունը իջնի մարդկանց վրա, լցնի նրանց Տեր իմ Աստված հիվանդասենյակը, որտեղ դու պարկած ես, փակիր քո աչքերդ եւ լսիր այս աղոթքը, ընդունիր եւ ասա այո, այո, ընդունում եմ Հիսուսի արյան զորությամբ։ Ես քայքայում եմ, ես ճախճախում եմ, ես խոսում որ մեռնի, չքվի, անհետանա, հեռանա ամեն հիվանդություն քո մարմնից, քո լյարդից, քո ստամոքսից, քո փայծաղից, քո միզուղիներից, քո երակներից, ան բոլոր օրգաններից, որտեղ կան հիվանդություն, ես խոսում եմ Տիրոջ հպումը, հպվիշ Տերս, բժշկիր Հիսուս, քո ձեռքերը Տեր, տարածիր այդ հիվանդների վրա, մանուկների, պատայների, երիտասարդների, աղջիկների, տղաների վրա, Հիսուս բոլոր հիվանդանոցներում եւ հիվանդանոցներից դուրս հիվանդներին այցելիր, նրանց ովքեր որ նայում են եւ չեն նայում, Տերս, քո ողորմությունը թափիր, քո բժշկարար զորությունը թող իջնի, քանդելու ամեն քաղցկեղ, ուռուցք, ամեն տեսակի մետաստազներ, աչքի տեսողությունը Հիսուսի անունով հիմա թող վերականգնի, Հիսուսի արյան զորությամբ դուրս են գալիս ամեն կուրությունների դեմ, բժշկիր Տեր, բոլոր նյարդային, հոգեկան խնդիր ունեցողների քո բժշկություն եմ խոսում, ազատագրիր Տեր, Հիսուսի անունով բոլոր դիվային ուժերի կողմից Տեր իմ Աստված հարձակման ենթարկված հոգիներին ազատագրություն եմ խոսում, Հիսուս քո խաղաղություն եմ խոսում, Տեր, բոլոր նրանց հոգում ու մեջ չկա խաղաղություն, վեր առ ամեն նյարդային հիվանդություն, վեր առ ամեն ցավ, ասա ամեն ընդունում եմ, ասա բժշկիր ինձ Տեր, ես քո բժշկության կարիք ունեմ, ասա ինձ ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով, ասա ինձ կրկնի, ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով, ասա ինձ ես ընդունում եմ իմ մարմնի բոլոր հիվանդ անդամների մեջ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերի բժշկությունը, նրա արյան զորությունը, ես ընդունում եմ իմ կյանքիս վրա եղած բոլոր դիվային շղթաները փշրելու համար Հիսուսի անունով հալածում են խավար ոգիով ասեմ դուրս սատանա դու իշխանություն չունես Հիսուսի անունով ո մենք փառաբանում ենք քեզ Շարունակիր
տակած այդ սեղանների վրա հիվանդների համար ես աղոթում որ քո բժշկարար զորությունը դիշնի որ նրանց այս վիրահատությունը անցնի հաջող փառք ես Տեր ես աղոթում եմ բոլոր այն հատների համար ովքեր որ հիմա իրենց տներում Տեր ոտք են անում բժշկիր Տեր փառք ես Այն հոգիները, որ մեզ նայում են և ինչ պատճառով հեռացել են քեզանից, որ քո կենդանի ջրի գետերը փոխեն նրանց փոխեցներ։ Օ, վերականգնիր, դու ջախջախված եղել չես փշում, երբ որ պլացող պատրուկը չես վարում, փառք ես Տեր։ Օ, փակիր քո աչքերդ և շարունակիր։ Աղոթել Տիրոջը շարունակիր և ասա ես հավատում եմ այս բժշկարար զորությանը։ Ասա ես տեսնում եմ ինչպես անհետանում ամեն հիվանդություն, ամեն ցավ իմ արքից։ Փառք ես Տեր։ Բոլոր այն ձեռքերը, որոնք որ չեն շարժվում, աղերի կուտակումից ես աղոթում եմ, որպեսզի այդ աղերը փշրվեն և քո ձեռքերը շարժվեն, քո պարանոցը, քո մարմնի բոլոր անդամներից։ Ես խոսում եմ աղերի կուտակումները հեռանան։ Փառք ես Տեր, փառք ես, փառք ես։ Ես նսվում եմ ամեն հիվանդություն, որ թուղթ գրելով և կախարդություններով հռչակված են այս երեխաների պատանների կյանքում։ Ես Հիսուսի անունով ջախջախում եմ այդ անեծքները, այդ կախարդությունները և խոսում եմ քո բժշկությունը։ Փառք ես, փառք ես, փառք ես, հալելույա, սանակ ես։ Շնորհակալ եմ քեզանից Տերս, որ մեզ լսում ես։ Շնորհակալ եմ Հայրս, քո մեծ սիրո համար, այս բժշկարար զորության համար, փառք ես։ Օ, հալելույա, մեծ արտոնություն է քո առաջ կանգնել և աղաղակել բոլոր հիվանդների ու ցավակյալների համար Տեր, նրանց համար ովքեր որ հուսահատված են Տեր, գյուղերում, գյուղաքաղաքներում, հեռու հեռավոր շրջաններում, ես աղոթում եմ որ այցելես աղքատներին, շքավորներին, նրանց սիրտը նստես քո ներկայությամբ և մխիթարությամբ և վերցնես աղքատության անեծքը մեր երկրից և թափես քո հոգին Հայաստանի վրա, թափիր քո հոգին, որ ոչ մի խավար ուժ և խավարի ուժերի ներկայացուցիչ այլևս չվերադառնա այս երկիր։ Փառք ես։ Մենք քո ձեռքերի մեջ ենք բերում մեր երկիրը, մեր իշխանավորներին, օրհնես, իմաստություն ու շնորհ տաս այս երկիրը կառավարելու և խափանես ամեն հինը Տեր, որտեղ մենք հինը մեզանից շպրտել ենք և մենք խոսում ենք նորը քո անվան փառքի համար։ Հալելույա։ Քո անվան փառքի համար օրհնիր մեզ, օրհնիր մեզ, ո մեր Նիհանջի մեր առաջվա անօրենությունները թող շուտով ես հասնեն քո ողորմությունները ինչու ասեն հեթանոսները ուր են անց Աստվածը ինչու ասեն հեթանոսները ուր են անց Մի շիշ միասին ասենք
ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, միշի մեր առաջվա անօրենությունները, թող շուտով մեզ հասնեն քո ողորմությունները, ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, բայց մենք քո ժողովուրդը արոդի ոչխարեն ենք, հավիտյան ես կգովենք, ու գոհարը պիտի մենք, պատվեք սերն դեսերում, ու գոհարը պիտի մենք, պատվեք սերն դեսերում, քո համար փառքի համար, օրհնի մեզ, ով է փրկության Աստված, ով է փրկության Աստված, քո համար փառքի համար, օրհնի մեզ, ու մեր մեղքերը ներիր, ու մեր մեղքերը միշի միասին ասենք մեր առաջվա անօրենությունները, թող շուտով մեզ հասնեն քո ողորմությունները, ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, ինչու ասեն հեթանոսները քո փառքի համար, օրհնի մեզ, ով է փրկության Աստված, ով է փրկության Աստված, քո փառքի համար, օրհնի մեզ, ու մեր մեղքերը ներիր, բայց մենք քո ժողովուրդը արոդի ոչխարներ ենք, հավիտյան քեզ կգովենք, ու քո փառքը պիտի մենք, պատվենք սերն դեսերում, ու քո փառքը պիտի մենք, պատվենք սերն դեսերում, բայց մենք քո ժողովուրդը արոդի ոչխարներ ենք, հավիտյան քեզ կգովենք, ու քո փառքը պիտի մենք, պատվենք սերն դեսերում, ու քո փառքը պիտի մենք, պատվենք սերն դեսերում, միշի միասին մեր առաջվա անօրենությունները, թող շուտով մեզ հասնեն քո ողորմությունները, ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, ինչու ասեն հեթանոսները ուր է նրանց Աստվածը, քո փառքի համար, օրհնի մեզ, ով է փրկության Աստված, ով է փրկության Աստված, քո փառքի համար, օրհնի մեզ, ու մեր մեղքերը ներիր, հավիտյան քեզ կգովենք, ու քո փառքը պիտի մենք, պատվենք սերն դեսերում, դու քո փառքը պիտի մենք, պատվենք սերն դեսերում, Հալելույա, փառք ես Տեր, մենք շնորհակալ ենք քեզանից, մենք գոհանում ենք եւ օրհնում ենք Տերես, ես բարձրացնում եմ ամեն սատանայի խավարի դիվային ուժերի վրա Տեր, որոնցով բռնված են ամեն կախվածները, ամեն կապվածները, թմրադեղերով, ծխախոտի, ալկոհոլի, բոլոր այդ ոգիները Տեր, բոլոր այդ խավար ուժերը ես սաստում եմ, բոլոր դիվարված հոգիները, որոնց միտքը, սիրտը, հոգին, ներքնաշխարհը, Տեր խավարի ուժերից, հարձակումների մեջը, ես սաստում եմ այդ ոգիները, ես ազատագրություն եմ խոսում Տեր, շնության, ամեն ոգիներով բռնված, հոգիների կյանքից, ազատագրիր Տեր, վերար ամեն նյարդային անխաղաղություն, շիզոֆրենիա, ամեն տեսակի դիվային ազդեցություն, հոգեկան, ամեն տեսակի հիվանդությունների բժիշկը դու ես, փառք ես, ազատագրիր հոգիներ Տեր, խավարի կապանքներից, ազատագրիր Տեր, ազատագրիր լեգիոններից, դուրս հալածում ամեն թևերը եւ խավար հոգիները, ես բժշկություն եմ խոսում բոլոր այն հոգիների մեջ Տեր, որոնք բռնված են թևերով, որոնց ներքնաշխարհը լցված են թևերով, ես ազատագրություն եմ խոսում եւ բժշկություն եմ խոսում, փառք ես Հիսուս քո արյամբ, դուրս են գալիս այդ խավարժերի դեմ Տերես, եւ քո բժշկություն եմ խոսում, ազատագրություն Տեր, փառք ես Հիսուս, փառք ես Տեր, ես աղոթում եմ խաղաղություն կա բոլոր անքնության տառապող հոգիների կյանքում Տեր, ինձ հետ միասին ասա այս աղոթքը, ասա Հիսուս, ես քեզ ընդունում եմ սրտիս մեջ, մենակ սրտով ասա, մենակ հավատքով ասա Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ որպես Տեր եւ Փրկիչ, ազատագրիր ինձ,
բժշկիր ինձ, ողորմիր ինձ։ Ասա դու ես իմ Տերը։ Ասա Տեր խայտարակ արա ամեն սատանայի խավարի դիվային ուժեր իմ կյանքում։ Հիսուս ասա, շնորհակալ եմ քեզանից, որ իմ մեղքերի համար անում ես թափել, որ իմ հանցանքներիս համար չարչարվել ես։ Ասա ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես Տեր և Փրկիչ։ Ասա շնորհակալ եմ քո վերքերիդ համար Հիսուս։ Շնորհակալ եմ քո արյան համար։ Ասա շնորհակալ եմ Հիսուս, հիմա որ լսեցիր ինձ, ներեցիր ինձ, եկար իմ կյանքիս մեջ, ասա փառք ես Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Եվ հանձնիր կյանքդ Հիսուսին ելնի գնա մեղքի ու անեծքի մեջ։ Գիտես, երբ որ դու Հիսուսին ընդունում ես, հետո նորից գնում ես մեղքի մեջ, դիվային աշխարհի համար նոր դռներ ես բացում։ Սկսի կարդալ ավետարան, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես ավետարանը։ Միացիր Աստծո ընտանիքին, որովհետև ինչպես մեր մարմնի անդամները մեր մարմնի մեջ կյանք ունեն, այդպես էլ ամեն մի Քրիստոսի եկեղեցու մարմնի մեջ եղած անդամը կյանք ունի։ Մենք որ Հիսուսին Տեր ու Փրկիչ ենք ընդունում, դրա համար ենք միանում եկեղեցուն։ Մի հոգուց ընտանիք չի լինում, մի քարից շենք չի լինում, մի անդամից մարմին չի լինում։ Հիսուսն ասեց, ես մի նոր տաճար կկառուցեմ եւ դա իմ մարմինս է։ Եվ մենք Քրիստոսի մարմինն ենք, որովհետեւ Աստված նոր ուխտում տաճարների եւ քարի շենքերում չի ապրում։ Մարդը չի եկեղեցին, այլ շատ մարդկանց բազմություն, որոնք Հիսուս Քրիստոսի անունով կանչված են, նրա արյամբ սրբված են, նրա արյամբ ազատագրված են ամեն մեղքերից։ Այն մարդիկ, ովքեր որ ընդունել Հիսուսին Տեր ու Փրկիչ, նրանք չեն կարող լինել եկեղեցուց դուրս, որտեղ եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Եվ ինչպես ցանկացած մարմնի անդամ քո մարմնի մեջ կյանք ունի, այդպես էլ Քրիստոսի մարմնի մեջ ցանկացած անդամ կյանք ունի։ Իսկ եթե դու Քրիստոսի մարմնից դուրս ես, դու չես կարող քրիստոնյա կոչվել, դու չես կարող ազատագրված լինել, դու չես կարող կյանք ունենալ, որովհետև դա Աստծո խոսքին հակառակ է։ Այ երբ որ միանաս Տիրոջ եկեղեցուն, գաս այս կիրակյորը 2:30 Արաբկիր համայնք Վաղաշ Վաղաշյան 12 հասցեով կիրակյորը ժամը 2:30 միացիր մեզ եւ տեսնես ինչ տարբերություն կա, երբ որ դու Քրիստոսի մարմնի մեջ ես եւ երբ որ դու Քրիստոսի մարմնից դուրս ես, դու ինքդ կզգաս սրա նրա ասածներով, վերլուծություններով մի ապրի քո սեփական զգացողությամբ եւ քո կարծիքով, որ դու կվերապրես նրա փառք ու մեծությունը Տիրոջ տան մեջ։ Եվ ես քեզ հրավիրում եմ մասնակցես ամեն կիրակի ժամը 2:30, ամեն երկուշաբթի 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 կարող ես ֆիզիկապես ներկայանալ եւ կարող ես on-line միանաս մեր աղոթքներին։ Տերը օրհնի, եղիր բժշկված, մնա Աստծո խաղաղության մեջ, կհանդիպենք չորեքշաբթի օրը ժամը 6:30